Ողջույն, բարի ուշ երեկո, ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Դե ինչ այսօր կան խոսալու թեմաներ, բայց նաև ինչ որ մի թեմա եմ ձեռքի հետ նայում, որ հենց լինի միանգամից տեղում փորձենք անդրադառնալ, որովհետև կարծես թե Հայաստանը փորձում են դարձնել որոշ երկրների շահերի բախման կետ, իրար փնովելով հասել ու բոլոր եզրագծերը արդեն անցել են։ Ուրեմն այսօր տեսանյութեր են տարածվել ռուսական կողմից, իբր որոշ հակերներ կապվել են բանի հետ, լավ, հեսա դրանք անդրադառնանք, նախ մի հատ ձեռիդ սպասենք, տեսնենք խոստացվել է 11:30 նյութ գծվի, տեսնենք ինչի մասին է խոսքը, նոր այդ թեմայով շարունակենք, չէ, ձեռքի տակ եղածով կբավարարվենք, բայց նախ ես պետքա ձեզ ասեմ, որ ինձ թվում է, չգիտեմ, եթե ժամը ձեզ համար օքեյ է, հարմար է, ժողովուրդ ջան, կշարունակենք 11-ից 11:30 եթեր մտնելը հիմնականում, որովհետև մարդիկ արդեն սովոր են, որ կամ եթեր չկա, կամ այդ ժամերին ենք մտնում։ Դա արվում է նրա համար, որ ասենք օրինակ հանրային հեռուստատեսությամբ լինում է բանավեճ, լինում են հարցազրույցներ, որպեսզի ձեզ չկտրենք դրանից։ Բայց եթե ժամը գտնում եք որոշակ, կարող ենք ժամը 9-ի 10-ի կողմերը սկսել, ոչ մի խնդիր, մենք ես այդտեղ չունեմ, ճիշտ հակառակ։ Նենց որ դրա մասին ձեր կարծիքը ժամի հետ կապված ասեք հետագայում հաշվի առնելու համար, հա։ Ուրեմն Նարեկ Կարապետյանը հարցազրույց է մի հատ տալիս, Եվրոպայի ժամով նորմալ է, բա նորմալ կլինի, Ամերիկայի ժամով բատենաց ինչ աբես է, բայց Հայաստանի համար չգիտեմ, պետք է հարցնեմ։ Ուրեմն Նարեկ Կարապետյանը մի հարցազրույցում հասանք նրան, այնքան ասեցինք, վերջը ֆայմեց ասի, որ իրենք մի դրամով աշխատելու են, բայց չգիտեմ, այդ հայտարարություններ պատճառը թե ինչ, 105 հոգի մանդատները վայր դրեցին իրենց կուսակցությունից, ուրեմն ասեմ, որ երբ ներկայանում էին բանին, ընտրություններին, ցուցակը 199 հոգուց է բաղկացած եղել ուժեղ Հայաստանի, որից 105-ը մանդատները վայր դրեցին։ Չգիտեմ, Սամվել Կարապետյանն ասում էր, որ 60%-ն ասում են վերցնենք, 40-ը ասում են ոչ։ Երևի այդտեղ էլ էր խափում, որովհետև ոնց նայում ենք գումարում հանում ենք, հակառակ 60%-ն են ասել չվերցնենք, 40-ն են ասել այո, երևի թե։ Այսինքն տակը մի 94-93 հոգի կմնան, դեռ էլի տեսնենք ինչ կլինի։ Դա իրենց բավարար է, ասեմ, քիչ չի այդ 90 քանիսը, որովհետև մեծամասնություն չեն կազմել, բնականաբար պետական պաշտոնների չեն գնա, նախարարական պորտֆելներ բաներ չեն լինի, մի 28 հոգով նստելու են այնտեղ, դժվար թե էլի հերթը հասնի են 90-րդին իրանց պարագայում։ Այնուամենայնիվ այս փաստը պիտի արձանագրենք, որովհետև գաղափարական լուրջ պայքար էին սկսել ինչ-որ, ինչ է նշանակում մանդատները վայր դնել ու կհնել ընդունել արդեն բանը, ասենք այդքան էր պետք փրկել երկիրը, այդքան է պետք պաշտպանել հայրենիքը, չգիտեմ, այդքան էլ այն ինչ որ խոսել եք այս ամիսների ընթացքում, ձեր ձևը այդքանն էր, լավ, սենց ասեմ։ Այսինքն, գիտեք, այսա հենց ցույց է տալիս, որ պահի, շահի հարցեր են ու վերջ։ Եթե նրանք լինեին իշխանություն ու իրենք կազմեին մեծամասնություն, ես չեմ կարծում, թե 105 հոգի մանդատները կդնեին, այսինքն կհրաժարվեին մանդատներից իրենց անձեռնխելիություն։ Չգիտեմ, հետաքրքիր է սա, պետք է արձանագրել։ Այսինքն սա եւս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանում խորհրդարան անցած ուժերը, ես էլ արդեն որերորդ անգամ հավատարիմ չեն իրենց իսկ որդեգրած գաղափարախոսությանը, իրենց իսկ որդեգրած ռազմավարությանը եւ այլն։ Ինչ է, խնդրում եմ ասեմ, ես գնել կարող է, ինչ է, Արմեն ջան, ինչ է, չեմ տեսել վերևում ինչ ես գրել։ Հիմա միտքս ավարտեմ, հետո կանդրադառնանք երկխոսությանը, կլինի եղբայր։ Չեմ տեսել ինչ ես գրել։ Հարցը մի հատ էլ գրի, ուշադիր կլինեմ, ընթացքում կփորձեմ անդրադառնալ։ Ուրեմն սա ցույց է տալիս, որ շահի անձնական եւ խմբակային շահերի մասին է ամեն ինչը, իրենց կռիվը պարզապես օգտագործվում է Հայաստան անունը, օգտագործվում է բոլոր սրբությունները, Եռաբլուրից սկսած մինչև Ցիցեռնակաբերդ, ամեն ինչ։ Սա ցավալի փաստ է, ու սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ կարծես թե մյուս քաղաքական ուժերը հանրության հետ կամ լավ չեն աշխատում, կամ հնարավորությունները չի բավարարում աշխատել, որպեսզի նման մենթալիտետի վերջը տանք։ Սա
Սա ցնդաբանության շարքից է, որքան կարելի է բացատրել։ Ամենավատն է, որ երբ որ բացատրում ես, քեզ փորձում են կապել օրինակ այսինչ կամ այնինչ քաղաքական ուժի։ Ոչ արգելներս, առաջիկայում քաղաքական ուժի անուն կտամ, եթե ձեզ հետաքրքիր կլինի, բան կանենք, եթե չէ։ Խորանանք։ Բայց աշխատանքներ շատ կա անելու, այո, ֆինանսական հարցերն էլ այդտեղ նպաստում կամ խանգարում են։ Մեր պարագայում կարող էին նպաստել։ Որ հասարակությունը հասկանա հասարակին ինչ է նշանակում քաղաքական ռազմավարություն ունենալը, քաղաքական գաղափարախոսություն ունենալ, ինչ է նշանակում, երբ որ թիմը ներկայանում, երբ որ թիմը ունի կոնկրետ անհատականություններ եւ այլն, եւ այսպես շարունակ։ Հիմա Նարեկ Կարապետյանը, ինչեւ է, թողնենք այդ, դեռ կանդրադառնանք, դա կարևոր խոսակցություն է, որը պիտի ունենանք ժամանակի ընթացքում։ Նարեկ Կարապետյանը ասում է, մենք մի դրամով ենք աշխատելու։ Մնացած գումարը ուղարկելու ենք բարեգործական հիմնադրամ կոնկրետ ուղղություններով։ Սա, չգիտեմ, հարսի թշով փեսին լավություն անել է, թե ինչ է, բայց տեսեք ինչ է ստացվում։ Ստացվում է Նարեկ Կարապետյան, որ դուք մի դրամով չեք աշխատում, դուք աշխատում եք այնքան գումարով, որքան որ վճարվելու եք։ Մի դրամը ձեր ցանկությունն է, այսինքն դուք գումարը վերցնում եք ամբողջը ու տնօրինում եք ըստ ձեր հայեցողության։ Այ մենք կընդունենք, որ դուք մի դրամով եք աշխատում, եթե ասեք պետություն, չէ։ Մենք գրում եւ ստորագրում ենք, մեզ աշխատավարձ չնստացնեք, մի դրամ կնստացնեք։ Մնացածը այդ բյուջեում թող մնա մյուս ծախսերի համար։ Ոչ ասում եք, այ տեսեք, մենք մեր խոսքի տերն ենք, ստանում ենք օրինակ 600,000 դրամը, 599,000 ուղղում ենք բարեգործությանը։ Դու քո փողը ինչ ուզում ես արա։ Բայց դու վերցնում ես այդ գումարը, պետությունից ես, չէ՞ վերցնում։ Այստեղ հենց այդ մանիպուլյացիան է։ Իմիջիայլոց եթե դառնային օրինակ վարչապետ, բան էլի նույն մուտիլովկեքն էին անելու։ Նույն մուտիլովկեկը։ Նույն ձևով sense վերադասավորելու, վերաշարադրելու, վերախմբավորելու են իրենց բոլոր խոսումները։ Հասկանում եք, ոնց որ միշտ են արել։ Չէ՞ որ մեկը մյուսի պոչն է, մեկը մեկի խավորն է, մեկը մյուսի սանիկն է եւ այլն։ Իմիջիայլոց այս հատվածը ես առանձին նկարելու եմ, էլի գցեմ։ Այ հենց այս հատվածը, որ դուք մի դրամով չեք աշխատում, որ հասանելի լինի շատ հետևորդների։ Պարզապես դուք ձեր գումարը տենց եք որոշում տնօրինել։ Դա գիտեք ինչի նման է։ Որ ասենք բանա, ես ինչքան աշխատավարձ ստանամ, բան եմ անելու, մի դրամը պայելու եմ, մնացածը չգիտեմ, գնամ մեքենայից մեջ բենզին լցնեմ։ Ախպեր, դու քո փողը։ Այ երբ որ դուք ասես, պետություն, ինձ մի դրամ տուր, որովհետև այդպես երբ որ դու ուղղորդում ես բարեգործություն, դա էլի քո համար ես անում։ Իսկն փողը վերցնում ես պետությունից, հետո չգիտեմ, քո ռեստորանի փողը բանը, դա չես գնում էլի անի ռեստորան, այդ փողը ուղարկում ես։ Ասենք սա ինձ ավելի խնդալու բան դժվար թե ճարվի, էլի։ Քաղաքական առումով, քաղաքական մանիպուլյացիայի օրինակի տեսանկյունից, էլի։ Դե մի վերցրու պետությունից փողը, թող քանի 28 հոգի եք, ամսական այդ ինչքան է անում, մի 10-20 միլիոն փող է անում։ Պետությունը թող տեսնի ուր է տալիս։ Ներողություն ժողովուրդ ջան։ Բարի ուշ երեկո ցավդ տանում։ Հարմար չի եթեր եմ անում, եթե քնած չես մի քիչ ուշոտ զանգեմ, էլի։ Հա։ Աջան։ Հա, եթերի մեջ եմ հիմա, էլի, YouTube-ով եթեր եմ անում։ Հա, այդ հարցը սա չտա։ Հա։ Ներողություն։ Մի հատ կարևոր հարց կար, ուզում եի ձեռի հետ ճշտել, բայց զանգել էի չէր պատասխանել մեր ընկերը։ Լավ, սա դրա շարքից է։ Նենց որ դու քո մի դրամը, ապեր ջան, դու քո թիմի մի դրամը, բայց երբ որ վերցնեք, չեմ հասկանում, դուք պարտադրելու ես քո թիմակիցներին, որ այդ փողը տանեն, դրա համար են 105 հոգի մանդատը դրել, ասում ու գիժ չկարա գանձրի։ Գժվելու բան է։ Իմիջիայլոց նման մանիպուլատիվ հայտարարություններ շատ կան, էլի, բայց հավեսը չես անում, չգիտեմ, ամբողջին անդրադառնում։ Ուրեմն, Մարիա Կարապետյանը, ներեցեք։ Մարիա Կարապետյանը, ժողովուրդ ջան, 57 երկրների պատգամավորներից ստանալով ամենաշատ քվեն էր, 119 քվե, ընտրվել է ԵԱՀԿ խորհրդական վեաժողովի փոխնախագահ։ Ես խնդրում եմ, այս կարճ կադրը միասին դիտեք, նայեք։ Կարճ։ Բոլորը ծափահարում են։ Մեր հայ պատգամավորները նույնպես, մնացածը նույնպես, նայեք, շնորհավորում են ու Լիլիթը գալիս ցան, որը вообще չի ուզում ռեակցիա տա։ Բացարձակ։
Դա ծրծակ ռեակցիա չի տալիս, անգամ չի շնորհավորում։ Հատկապես իր ճշնամին է ընտրվել, էլի, հայ չի, էլի։ Ասենք դուք այնտեղ Հայաստանի շահերն եք նայում, այստեղ գիտեք ինչ ներքաղաքական process-ներ են։ Դուք կարող եք ամենատարբեր բախումներ ունենալ, բայց ասենք ոնց կարելի է գնալ ԵԱԿ խորհրդարանում, իմանաս որ Հայաստանի Հանրապետությունից ներկայացուցիչ է լինելու բան, խորհրդարանի վերաժողովի փոխնախագահի պաշտոնում, ու մի հատ չշնորհավորես։ Ոնց, հետո գալիս եք այստեղ խոսում եք թշնամանքից։ Այս թշնամանք չի բացահայտ։ Սա վատ բան է։ Այսինքն հասարակությունը քաղաքացին սա տեսնում է ու խորհում է, ասում է լավ, ներքաղաքական պայքարը պայքարով, բայց չհասկացա, Հայաստանից դուրս Հայաստանը խի անընդհատ ներկայանում ոչ համախմբված։ Չէ՞ որ Հայաստանի շահը վեր է ներքաղաքական կամ ներխմբային, ներկուսակցական շահերից։ Լավ, չենք ասում, չգիտեմ ինչ, բայց սա շնորհավոր։ Բայց սա ամենը չի, ժողովուրդ ջան։ Ու հանկարծ այսօր, երբ Մարիա Կարապետյանը ընտրվում է այդ պաշտոնում, ԵԱԿ փոխնախագահի պաշտոնում, տեսեք, ցանկացած երկրի ներկայացուցիչ, երբ որ այնտեղ ընտրվում է նմանատիպ պաշտոնում, տվյալ երկիրը սկսում է հույս ունենալ, որ ինքը քանի որ ներկայացուցիչ ունի, դա ռեսուրս է, որը ծառայելու է նաև մեր պետության, իհարկե դա ԵԱԿ-ը մի քիչ ուրիշ կառույց է, բայց դա ռեսուրս է։ Հասկանում եք։ Իմիջիայլոց դրա մասին ինքնախոստովանանքով հանդես է գալիս Նարեկ Կարապետյանը, որ հեսա միասին կլսենք ուրիշ թեմայով։ Հա։ Դե դաշնակներին հասկանալի է, նրանք մշտապես են ասել, ով դաշնակ չի հայ չի, դա իրանց կարգախոսն է, դա իմացեք, այդ տենց է ժողովուրդ ջան, այդ ինչ որ նոր բան չեմ ասում։ Հա։ Բայց ստացվում է, որ պայքար է սկսվում Մարիա Կարապետյանի դեմ։ Հանկարծ հայտնվում են ինչ որ կադրեր, ինչ որ տեսանյութեր, տեսեք Մարիա Կարապետյանը ժամանակին Թուրքիայում ոնց է ցկցկացել, ընդ որում այնքան էլ այդ կադրերը որ տեղադրվում են, չես կարող ասել որ բան են, իրական են, այնուամենայնիվ եկեք մի հատ նայենք, էլի արշավ էլ ասելու չի, լուրջ եմ ասում, ասել որերորդ կայքն է, որերորդ բանն է, ներկայացուցիչն է նորելուկ քաղաքական, սա տարածում է։ Եկեք միասին նայենք։ Երևում է Ռուբենը այդքան էլ մեկ։ Ներեցեք։ Ռուբեն Ռուբինյանի մասին խոսել էին, բացատրությունը լսել եք, ճիշտ է։ Հիմա սրանք մեկ է, իրանց հետաքրքիր չի բացատրությունը։ Վերջերս մի կին էր մի բան գրել, տակը գրում եմ ձեզ այդ հարցն է հետաքրքիր թե պատմում։ Դե ձեզ հարցը տալն է, պետք թե պատասխանն է հետաքրքիր։ Մարդը անկյաց գտնված ասես չէ, իսկ պատասխանը հետաքրքիր չի, ես հարց ռետորական հարցա դնում եմ գնա։ Սա գոնե բան էր, ազնիվ էր։ Սրանք քաղաքական դաշտ են մտել, հարցերը դնում են, բայց պատասխանների չեն անդրադառնում։ Հիմա իրանց Արևին Ռուբինյանին արդեն դարձրել են գործակալ, Թուրքիայի են էլ, հիմա էլ պարզվում է Ռուբինյանը մենակ չի։ Հասկանում եք, խնդրեմ։ Երևում է Ռուբենը այդքան էլ մենակ չի։ Տեսանյութում պատկերված կինը Մարիա Կարապետյանն է, ով ներկայացնում է քաղաքացիական պայմանագիրը։ Մարիա Կարապետյան, երբ դու ներկայացնում ես քաղաքացիական պայմանագիրը, բաց ուղիղ քեզ, դու Թուրքիայի որ քաղաքականությունն ես Հայաստանում առաջ տանում, կամ ինչքանով ես հրապուրված թուրքական մշակույթով կամ իրենց քաղաքականությամբ։ Եթե չպատասխանես այս հարցերին, իմ հարցերը կարող են շարունակվել եւ հասարակությունը պիտի իմանա, թե դուք քանի հոգով եք ներկայացնում եւ առաջ տանում թուրքական շահը Հայաստանի Հանրապետությունում։ Երևում է Ռուբեն Մանվելը մի անգամից նկատեց երաշտական մոնտաժի բան։ Ուրեմն Մարիա Կարապետյանն է, ոնց որ թե ասում է Ստամբուլում եմ։ Ես էլ եմ Ստամբուլում եղել մի 3-4 անգամ։ Ամեն անգամը մի օրով առավոտյան գնացել, երեկոյանուց դուրս ենք եկել Բուլղարիայից գալուց կամ Բուլղարիա գնալուց։ Եղել ենք բարի խմբերով, բանով եւ այլն։ Մարդը ասում է Ստամբուլում եմ։ Հետո կապնում է մի հատ ուրիշ տեսարան, որտեղ որ երաժշտությունը շատ մաքուր է, բայց կադրերը շատ հին են։ Այսինքն շատ ու չգիտես այդ որտեղ է, որևիցե տեղ էլ ուրիշ ոչ մի բան չի երևում։ Այսինքն կարա մեկը միտեղ տժա,
Այդ կադրերը ունենանք, դա կդնենք թուրքական երաժշտությունը, ինչքանով կբռնի, ինչքանով չէ, կապ չունի, ընդ որում դա կարող լինի մի հատ փակ հաստատություն, ու մենք ասենք, որ սա Շվեդիայում ենք։ Թուրքական երաժշտության տակ հայերը տժժում են Շվեդիայում, օրինակ, հա։ Աբերջան, ասենք, Ստանիսլավսկացից մի վերու։ Չնայած, հնարավոր է այդպես բան, երևի հնարավոր է։ Բայց ես մի բան հաստատ ֆիքսել եմ, որ ով քաղաքացիական պայմանագիրը բազմաբևեռ հենց ամենասկզբից է, բազմաբևեռ քաղաքականության կողմնակից է եղել։ Երբեք աչքի չի ընկել հակա ինչ-որ մեկականով, ոչ հակա ռուսականով, ոչ հակա եվրոպականով, ոչ հակա իրանականով, ոչ հակա թուրքականով, ոչ հակառակ ասել իմ խմբակցության, իմ կուսակցության գաղափարախոսությունը, այնա որ մենք պիտի հարաբերություններ կարգավորենք բոլորի հետ։ Ի տարբերություն ձեզ, եթե ձեզ մենք տեսնենք Թուրքիայում տժալուց, մենք այո, շատ լուրջ թեմա ենք դա դարձնելու, որովհետև դուք մշտապես հանդես եք եկել հակաթուրքականության մեջ, այն աստիճան, որ ինքներդ խոստովանել եք անգամ չեմ հիշում, դե ձեզ ու Հայաստան Դաշինքին ես նույնն եմ համարում, այդտեղ բան չկա, դուք եք նույնը համարում, որ անգամ այդ խմբակցության ներկայացուցիչը ասում է բանա, հայ ժողովուրդը այո, գոյություն ունի միայն թուրքերի դեմ պայքարելու համար։ Այսինքն հայ ժողովուրդը ճիպոտ է ինչ որ այլ երկրների ձեռքին Թուրքիայի դեմ։ Վերջ, հայ ժողովուրդն ու Հայաստանը այլևս ուրիշ անելիք չունի։ Նա պիտի ճիպոտ լինի հակաթուրքականությունով, ապերջան։ Ինձնից հակաթուրքական հանգարց չլինես, էլի, եթե գցենք զգացմունքային ու ընդ որում գիտակից ձևով, ինֆորմացիոն ձևով իմացության ձևով։ Բայց սառը գործունեությունը, երբ որ դու քաղաքականության մեջ ես, այլ բան է հուշում։ Բայց հայ ժողովրդի գոյությունը հակաթուրքականության մեջ չի։ Այո, հայ ժողովուրդը կարող ունենա հակաթուրքական զգացումներ, անգամ ծրագրեր, որոնք չեն բխի ոչ Թուրքիայի շահից, ոչ շատ երկրների։ Բայց հայ ժողովրդի գոյությունը պայմանավորված չի դրանով։ Առասարակ երբ որ հայ ժողովուրդը կար, թուրքականություն աշխարհի երեսին չկար։ Հասկանում ես թե չէ։ Դուք ձեր նմանները, այն հին բոլշևիկներից սկսած, հայկականությունը իր հազարամյա իրական նպատակներից, երազանքներից, բնավորությունից, ավանդույթներից, ամեն ինչից շեղելով բերեցիք, դարձրեցիք հակաթուրքականության սիմվոլ։ Սա է խնդիրը։ Սա է խնդիրը։ Ձեր դուք ձեր բանով, երբ որ ծիծեռնակա բերդում էին հարցնում ձեր առաջնորդներին, երբ որ գալիս եք հարցազրույցների, որևիցե մեկը չեք ասել, որ ձեր քաղաքական նախընտրական ծրագրի հիմքում դնում եք նաև Թուրքիայի հետ զրո հարաբերություն կարգախոսը։ Սա կարգախոս է, լավ է թե վատ է, դուք ցույց եք տալիս ձեր մոտեցումը այդ հարցի։ Դուք նման բան չեք դրել։ Ճիշտ հակառակ, ասել եք մենք գանք ավելի լավ կանենք։ Մենք գանք ավելի լավ կանենք։ Սա է եղել ձերը։ Չգիտեմ ոնց է լինել, որ ավելի լավ եք անելու, բայց դա է եղել ձերը։ Դուք մտածել եք, որ հիմա անում են, բայց լավ չեն անում։ Դուք երբեք չեք ասել, որ հարաբերությունները խզում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բլոկում են ու վсё, ոչ մի չեք ասել դա բան։ Իսկ դա կարևոր է, արտաքին քաղաքականությունն է Հայաստանի, բայց ծրագրի տակ ինչ եք դրել։ Ու հիմա դες դաշտ եք էլի նետում, իբր տեսեք, էսի Թուրքիայում են։ Ախր սաղի տները թուրքական ինչ ասես կա, սաղից տները։ Ասեմ հավելին, կարգավորված օրենքներ կային հենց այն ժամանակվանից Թուրքիա գնացող եկողների համար։ Թուրքիայում հայկական կարգոներ էին գործում, բախի էին գործում, որ Հայաստան ապրանքներ կան գնան։ Ով էր բերում այդ ապրանքները։ Մարդիկ ազգությամբ հայեր։ Թուրքերն էլ էին բերում իմիջայլոց։ Բայց այդ ժամանակ չէիք սրում դուք։ Չեք էլ կարող սրել, որովհետև Սերժն էր այդ ժամանակ նախագահ, իր այնց առաջ Քոչարյանն էր, ոչ կարեք սրեիք։ Այ երեսպաշտությունը հենց ստեղ է բաթը դառնում, որ այս ինչի դեպքում սենց ենք անում են, այսինքն դուք անգամ այդ հակաթուրքականության յանի ձևերի մեջ, անգամ դրա մեջ միևնույնն է, սկզբունքայնություն չունեք։ Դուք պայի տակ մարդկանց ինչ-որ սենց յանի բան ենք ճարել, տեսեք ժողովուրդ։ Ես չգիտեմ Մարիա, իսկապես չեմ ճշտել Մարիա Կարապետյանը, չգիտեմ 5 կադրեր են, այնտեղ ոնց որ լրիվ ուրիշ մարդ է։ Երիտասարդ է բավականին այդտեղ։ Չնայած հիմա շատ գեղեցիկ կինն է։ Իհարկե ապրում է։ Չգիտեմ երբ այնտեղ խի այնտեղ։
կարող է հարցնեք պատասխանի, բայց ձեզ հարցի պատասխանը երբեք հետաքրքիր չի եղել։ Որևիցե հարցի պատասխանը, դուք ձերը հարց դնելն է, մանիպուլացիան ձեր հետևորդներն, դուք ատում եք ձեր հետևորդներին, որովհետև այլապես ազնիվ կլինեք իրենց հետ։ Եվ թերևս շատ կարևոր թեմա, իսկապես սրա շուրջ մտածելու բան կա, հանուն անկեղծությամբ պետք է ասեմ, ժողովուրդ ջան, մտածելու բան կա, մտորելու բան կա, բայց ինձ համար ընդհանուր առմամբ շատ բաներ արդեն հասկանալի են, այսօր մի քիչ շատ եմ մտորել, էլի մի քանի ժամ առաջվանից էս կադրերը կան, բայց եկեք լսենք։ Ուրեմն, ռուսական ալիքները այսպեսի բան են տարածում, առաջին ալիքը։ Главного католикоса армянской церкви готов генеральный секретарь ОБСЕ. Феридун Снирли-Оглу сделал откровенное признание. Думал, что разговаривает с премьером Армении Пашиняном, а на самом деле общался с нашими пранкерами Вованом и Лексусом. Власти устроили настоящие гонения на армянского... Նախ ասեմ, ովքեր չգիտեն, այս Վավանն ու Լեքսուսը այն հին հակերներից են, իրանց դեմքերից են, իսկապես էլի, շատ տենց ապուշ ձայնագրություններ են ստիծնդից հավաքել, էլի, որպեսզի ազդեցություն թողնեն այս ամեն երկրում։ Հիմա սրանք ինչ են, եկեք լավ, ասենց церковь, задержание священнослужителей, притеснение неугодных. Все с подачи Запада. Как ранее заявляла наша служба внешней разведки, конечная цель Брюсселя – полный разрыв многовековых духовных связей Армении и России. И генсек ОБСЕ готов помочь заменить католикос. Я также рассчитываю на позицию ОБСЕ, что вы тоже можете меня поддержать в этом вопросе. Я тоже этим займусь. Кстати, вы можете это сделать? Можете ли вы заменить католикоса? И я думаю, что теперь у меня есть козыри в руках, и мы можем изменить религию. И все, о чем я могу вас попросить, это ваша поддержка в тех случаях, когда мы сталкиваемся с большой критикой со стороны союзников Карапетяна. Хорошо, я сделаю все возможное. Еще больше откровений в шоу Вована и Лексуса смотрите сегодня в 23:50 на Первом канале. Сместить главного... Ուրեմն 11-ից 50 ոնց հասկացա, այդ հաղորդումը լինելու է այդ շոուն։ Նարեկ Կարապետյանը կարծես խոստացել է, որ դա կտեղադրի կայքում։ Եկեք մի հատ էլ Նարեկին լսենք ու ինչ եղավ Նարեկ ու փորձենք հասկանալ սա ինչ է։ Խնդրեմ։ Քայի աշխարհում ամենաբարձր պաշտոնյան Եկեք սկզբից։ Քայի աշխարհում ամենաբարձր պաշտոնյան եկեք ով է։ Ֆերիդուն Սինիրլիօղլու Յակայի ղեկավարը, ով հերթականությամբ է զբաղեցրել այդ պաշտոնը, քանի որ մանդատը թուրքերին էր։ Եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, հայկական բոլոր ռեզոլյուցիաների դեմ, հայերի ու մեր երկրի զարգացման բոլոր աջակցող ծրագրերի դեմ մարդ։ Հայտի պրանկերները այսօր միջազգային սկանդալ են հրահրել նրա հետ կապնվելով եւ ներկայանալով որպես Հայաստանի վարչապետ։ Այդ խոսակցության ժամանակ Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարարով հիմա աշխարհում ամենաբարձր թուրքական պաշտոն ունեցող մարդն է միջազգային կառույցներում ուղիղ հարց է տվել Հայաստանի վարչապետին, այսպես ասած, ասելիս դուք կարողանաք կաթողիկոսին փոխել։ Кстати, вы можете это сделать? Դուք կարող եք դա անել, կարող եք փոխել կաթողիկոսին։ Երբ նրան հարցրել են իսկ վարչապետի ներկայացող մարդը որպես Փաշինյանը պրանկերը, իսկ դուք կօգնեք մեզ Կարապետյանի աջակիցների դեմ պայքարում, այս մարդը ասել է մենք կանենք ամեն ինչ ինչ պետք է։ Կարծում եմ հաղթաթղթերը այժմ իմ ձեռքերում են։ Միակ բանն ինչ կարող եմ ձեզ խնդրել, ձեր օգնությունն է այն դեպքերում, երբ բախվում եք Կարապետյանի դաշնակիցների կողմից հնչող սուր քննադատությանը։ Այո, ես կանեմ հնարավոր ամեն ինչ։ Ձայնագրությունը այսօր 11-ից կերապարակվի։ Ասֆալտ, ժողովուրդ ջան։ Կարևոր ասֆալտ։ Նարեկ ջան, անկեղծ չեմ հասկանում ինչ է շատ նեղված ու հուզված հայացքով, երևի դու զգում ես, որ հերթը ձեզ է հասնում, բայց լավ բաժաշ կա էր Ռուսաստանի կողմից, ասեմ։ Ուրեմն, հասկացաք, չէ, այս երկու պրանկերները կապվում են, ըստ ռուսական աղբյուրների եւ ըստ ռուս պրանկերների, կապվում են ԵԱԿ ղեկավարի հետ, ով ազգությամբ թուրք է, եւ ասում ներկայանում են որպես Նիկոլ Փաշինյան ու հարցնում են իբր բանա կաթողիկոսի հերացման հարցով բանսած բաներ, չգիտես խի այդ հարցերով են սկսում խոսալ, հետո ասում են իսկ Նարեկ Կարապետյանի հարցով էլ դուք էլի բան արեք, չգիտես խի, հա, լավ բանսած բաներ, ու սա ասում են դե նայեք հայ ժողովուրդ, թե ով է ձեր երկրի ղեկավարը, տեսեք Թուրքի հետ ինչեր են պայմանավորվում։ Լավ օպերացիա, վատ օպերացիա չի, որովհետև դժվար է լինելու մեր հասարակության այն հատվածին, ովքեր որ մինչև հիմի 10-20 հազար դրամով գնում են ընտրությունների, բացատրել է ամեն ինչի խորքային մասը։ Թերևս ես ինքս հիմա ինչ որ պատկերացնում եմ ասեմ, դա երևի թե այնքան էլ խորքային չի, ավելի լավ կանդրադառնանք երևի վաղը,
Բայց ինչ եմ տեսնում այստեղ, սա սենսացիա է, իհարկե, միջազգային սկանդալ է սա։ Եթե դա իրական է, որովհետև երբ որ Ռուսաստանի հեռուստատեսությունն է դա հրապարակում, շատ հանգիստ կարա երկուսից ձենն էլ սարկած լինի, իբր երկուսով ունեցել են տենց խոսակցություն։ Հա, սա էլ կարա լինի։ Որովհետև ԵԱԿ ղեկավարի հետ, ասենք, երկրի վարչապետը երբ որ կապվի կամ որևէ երկրի ղեկավար, բնական է, չէ՞ որ նախապատրաստական աշխատանքի բան չի, էլի, ասենց զանգեցին ախպոր տղերք չեն իրար, էլի, զանգեցին ախպերս մի հատ բան է։ Դա անվտանգային բաներ է ենթադրում որոշակի։ Այնպես որ այստեղ առաջին հարցականն է։ Որքանով դա իրաց ցույց տված է իրական։ Սա էս մասով։ Այնպես որ հենց ի սկզբանե դա դնում եմ ես հարցականի տակ, ինչ որ կբացահայտվի, արդեն ըստ այդմ բան կանենք, այս պայդրությամբ ինձ համար այդպես է։ Հիմա գանք այն հանգամանքին, ինչի է Ռուսաստանը սա անում։ Ինչի է հանգարց անում սա։ Ասեմ ինչի է անում։ Տեսնելով Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, իմիջայլոց թարս նստենք դուս խոսանք, ճիշտ է, ես դες սրտաճմլիկ բաների հետևից չեմ ընկնում, բայց ես մեր իրավապահներին կոչ եմ անում, այն 18 թվի թեմաները չկրկնել, հավայի պաստավկեք մի արեք, էլի, ձեր ամեն ինչ արեք օրինականության շրջանակներում, երբ որ մարդը չի դիմադրում, կարիք չկա պոլին տալու։ Չնայած ինձ հեչ պետք չի պոլին տվի, քանի կոդ կանգնած տարակ, ոնց տարակ ինձ դա չի հետաքրքրում, բայց այնուամենայնիվ, էլի, հետոյի համար խոսալու տեղ պետք չի տալ, դա։ Իմի ինչի է Ռուսաստանի հիմա սա անում, տեսնում են, Ծառուկյանին հավաքեցին, մարդը ռուսերեն լեզվով վարչապետը, ասել է սիադուց սիե։ Գնացել է Ռուսաստան, ընդունել է Ռուսաստան Իրան Միշուսինը։ Պուտինի հետ հանդիպում չի եղել, Պուտինը ոնց հասկանում եմ, հələ չի շնորհավորել։ Դե Ծառուկյանը քանի երկրի ագենտ է, հասկանում եք, իրանց շահերի օգտին աշխատել մշտապես։ Հիմա թեման կա, որ արդեն բանը հասնում է դիվանբաշիներին։ Ու բնական է, որ պիտի Ռուսաստանը փորձի Աննա Գրիգորյանի ասած միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծել իշխանությունների դեմ, հնարավորինս շատ մարդ ներգրավելով իրենց շարքեր եւ շատ մարդ թողնելով շատ մարդկանցից անպաշտպան թողնել Փաշինյանին։ Կարող գործը հասած լինի նաեւ կաթողիկոսին, կտրիչին Ներսիսյան։ Ու սրանով իրանք քայլ են անում, ձիով քայլ, պաշտպանվում են, էլի, որ վաղը մյուս օր հենց հերթը հասնի կտրիչին, ասեն, բա տեսեք, թուրքերի ասելով է նա անում, թուրքի հրահանգով է նա անում։ Սա դրա նախաբանն է։ Իրանց սաստավին, ովքեր հիասթափված են այն հանգամանքից, որ մանդատներ են վերցրել, դեռ 105 հոգի են հրաժարական են տվել, սա մի քանի քայլ առաջ արած քայլ է, շախմատային բանով ասած, որը պաշտպանելու է իրանց դիրքերը, իրանց բաների մոտ։ Եվ շատ քաղաքացիներ էլ ինչու՞ չէ, կարող է հարցեր առաջանա, հիասթափվելու կամ բան։ Ստեղ կա նաև երկրորդ բանը, որը որ որպես քաղաքացի արդեն ինձ հուզում է եւ մարդով մտածում է առաջիկայում ամեն դեպքում ուղիղ մտնել քաղաքականություն։ Մեծ քաղաքականություն։ Ստեղ ինձ գիտեք որ հարցն է, այս մի քանի տարի անընդհատ ինձ վրա ազդել։ Մենք շատ իհարկե անդրադառնում ենք նախկիններին ու նրանց ռսաճորտ լինելու մեջ, ռսաճորտ, որովհետև Հայաստանի Հանրապետության դեմ գործում են ենթարկվելով իրենց ռուս տերերին։ Այնտեղ կան դվայնոյ տրայնոյ ագենտներ էլ թե, բայց իրանց երբ որ հակազդում ես, նրանք անընդհատ թուրքականություն են բերում առաջ։ Ու քաղաքացիների մոտ արդեն sense նյարդերը տեղի են տալիս, էլի այդ թուրքը դու ես ռուս, ռուսը դու ես թուրք, նա ռուսն ու թուրքը նույն քակն են տարբեր գարշոտներում, հազար ներողություն։ Յա ռուսը, յա թուրքը, յա Իսրայելը։ Հա, այն ոնց էր ասում են, մի հոգավոր ասում, ապա բանը, հիմա էլ են Բևերը ուզում էր չերես Իսրայել Վիլսոնի պլանը յանի գծեր, էլի։ Հա, տո են։ Ու չկա այս արանքում այն ուժը, որ կարողանում է հայկականությունը առաջ տանել։ Եվրոպամետ, ռուսամետ, եվրոպամետ, հետո այս ռուսամետներն եվրոպամետների մի հատվածն էլ թուրքամետ։ Արա, այն դաշնակները վրոզի իրանք ազգայնական են, բայց խեղել են ազգային ամեն ինչ, հերն անիծել են, ու չկա այդ դաշտը բաց է։ Իսկ գիտեք, մեկը ես դաստիարակություն եմ ստացել, չէ՞, ես բնավորություն ունեմ, մեծ մարդ ենք, բնավորություն ունենք արդեն։
Մեր բնավորության մեջ լինելով նաև հայ, տակարյուն, զգայուն եւ այլն, այո, մեր հայկականությունը մեր մեջ մենք սիրում ենք։ Շատերն են այդպես։ Ու հիմա ոնց որ կրակ են գացնում են շատ մարդիկ իրանց այդ սիրելու ձեռքը, հասկանում եք, որովհետեւ ոնց որ մի կողմից այնի երբ որ են անում, այնի ուզում է հակազդի, արանքը ուզում է հենց իսկական հայամետությունը։ Այսինքն այդտեղ համակարգելու հարցեր կան, խնդիրներ կան։ Մենք բաներ կա, պիտի համակարգենք։ Ի՞նչն է նշանակում հայկականություն։ Ո՞րն է հայկականությունը։ Ո՞րն է հայկական շահը։ Ո՞րն է հայկական նպատակները։ Ո՞րն է Հայաստանի ապագայի տեսլականը։ Հա? Ասենք մենք ինչ ենք ուզում տեսնենք 10 տարի հետո։ 10 կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ։ Հա։ Երբ որ նայում ես քաղաքական դաշտի հեգեմոն խաղացողներին, ոչ մի բան չես տեսնում։ Ճիշտ հակառակ։ Այս հակասությունները, այս ամեն ինչը մտել է անգամ դպրոց։ Շատ երեխեքի մոտ է մտել։ Այն նաև դա է բան, որ ու պատճառը, որ երիտասարդները խուսափում են քաղաքականությամբ զբաղվելու, որովհետև իրաց մոտ ստեղծվում է տպավորություն, որ քաղաքականությունը սա է։ Ոչ, սա քաղաքականություն չի։ Սա լկտիություն է։ Քաղաքականությունը իրականում շատ հետաքրքիր արվեստ է։ Հիմա դու բերել ես, յանի մենք էլ գլուխ չենք անում Նարեկ Կարապետյան, ինչի համար է։ Ու մոտավորապես ինչքան փող կարա արժեցած լինի, էլի, այս նյութը։ Երբ որ դու ունես միլիարդներ, շատ բաներ կարող ես անել։ Ու ունես ձեր անունն է ֆրացել, ասենք ԵԱԿ ղեկավարի մոտ, դուք էլ նոր կուսակցություն, նոր ազգային ժողովում պիտի մանդատ վերցնեք յանի։ Այն էլ 105 հոգին տրել են արդեն։ Ես կարծում եք իսկապես այդ կուսակցությունը պիտի գնացած լիներ։ Կամ դուք իսկապես խնդիրեք թուրք նայեք, նախ դա Թուրքիան չի, ԵԱԿ-ի ղեկավարն է, ճիշտ է, Թուրքիայի արտգործ նախարարը եղել, այդպես։ Թուրքիայում ազգությամբ հայ էլ պետական գործիչներ կան, ձեզ ասեմ։ Ու ամեն դեպքում դուք ուզում եք ասեք, ձեր պատկերացմամբ, դուք Թուրքիայի համար խնդիր եք։ Չէ, իմ կարծիքով դուք նվեր եք Թուրքիայի համար, եթե հանկարծ ստացվեր դուք վերցնեիք իշխանություն։ Դա հենց Թուրքիայի, այ դրա համար եք դուք անընդհատ թուրք բառը ասում, ձեզանից վանելու համար ձեր մասին իրական կարծիքը, որովհետև ամենաջերմ հարաբերություններում դուք եք գտնվում։ Այդքան սկզբունքային հակաթուրք ես Նարեկ, ապա կասես Ռոբերտ Ամստերդամը ինչ գործ ունի քո պաշտպանների շարքում, ով Թուրքիայի Հանրապետության շահերն է ներկայացնում միջազգային դատարաններում։ Ինչ կապ ունի այդտեղ, մի հատ ինձ կասես իմանա։ Դուք էռնեք եք դուք նվեր եք Թուրքիայի համար։ Եվ այո, ժողովուրդը հենց այդ մի կողմից կանխում է, շատ բարդ խնդիր էր դրած այս ընտրություններին։ Մի կողմից կանխում է ձեր իր թշնամիներին կամ հակառակորդներին կամ անտիպաթիա սովորությամբ ունեցող երկրների ղեկավարների ճորտ դառնալը, մյուս կողմից կանխում է ձեր կեղծիքների տարածումը, մի կողմից կանխում է բնութագրերը ազգային բանով։ Ու առհասարակ ժողովուրդ այս ընտրություններին ինչքան էլ որ ես իսկապես ներված եմ, որ ամեն դեպքում ավելի մեծ ներկայացվածություն ունի այս կեղծ ընդդիմությունը, այնուամենայնիվ էլի այսքանին որ դիմացավ, դա շատ լավ է։ Ինչ հողեր եք ձեր համար նախ, գիտեք որ հեսա գնում եք ազգային ժողով քաղաքական տփոց ուտելու, բան եք հավաքում, կարթեր եք հավաքում ձեր արևին ձեր ձեռքը։ Օրինակ, սա եթե բան է, կարող եմ իմանալ, լավ ասենք թե Փաշինյանին ձեռ չի տալիս, չի արձագանքում։ ԵԱԿ խմբի ղեկավարը չի արձագանքում։ Խնդում են դեր վրա երևի։ Մնացածը տեղյակ չեմ, առայժմ տեղյակ չեմ։ Տեղյակ չեմ, կարծիքս էլ սենց զրուցելու ընթացքում եմ ձևավորում, որովհետև ինքը նոր բան է։ Ու հեսա արդեն երևի գնում է այդ շոուն, երևի թե կգնամ այդ շոուն նայելու։ Բայց Նարեկ, ֆարս ստարտ է սա, քեզ ասեմ։ Նախ Զախարովան արդեն անկեղծացել է, որ իրանք նյարդայնացած են, որ Հայաստանի զինված ուժերում փոփոխություններն այնպեսին են գնում, որ իրենց ագենտները չեն, այնտեղ Արծուր Հովհաննիսյանի մասով, բա մենք ուշադրություն դարձրել ենք Արծուր Հովհաննիսյանի նոր պաշտոնում նշանակմանը։ Անցյալ տարին հիշվեց մայիսի 9-ին մեծ հաղթանակի 80-ամյակին հայկական հեռուստատեսությամբ հեռարձակված իր սադրիչ հայտարարություններով։ Խոսքը 1943 թվականի ըմպերիալիզմի պահի մասին է,
որտեղ որ ոչ մի սադրիչ բան չկա։ Ու դա հենց այդ ժամանակ որ հարցակվեցին սաղ Արծրունի վրա հերթական անգամ Արծրուն Հովհաննեսյանի վրա։ Ես այդ հաղորդումը նայել եմ։ Էլի կեղծ էր ձեր հարցակումը։ Հիմա տես չեմ հիշի, բայց կարելի է գտնել նայել։ Ինչ որ կորած վիդեո չի, էլի հարցազրույցը հմայքում տված։ Ու շատ ճիշտ ձևակերպած էր նախադասությունը։ Ոստեղ խնդիրը գիտեք որն է։ Խնդիրը այն չի, որ սադրիչ հայտարարություններ թե չէ։ Խնդիրը այն չի, որ որքանով էր այդ արտահայտությունը, մարդը իր մտածելակերպն է ներկայացրել։ Ճիշտ կամ սխալ, տեղին կամ անտեղ։ Խնդիրը այդտեղ չի։ Խնդիրն այնտեղ է, որ Ռուսաստանը չի ցանկանում հանդուրժել, որ Հայաստանի Հանրապետությունը սկսում է պատմության որոշ դրվագների տալ ինքնուրույն գնահատական իր պետության շահերի տեսանկյունից։ Հասկանում եք, ոնց թե դու կարաս մտածես, որ դու առանձին կարայր լիներ ու պետություն, ոնց թե այդ ցայտնոտներն են էլի հիմա արտահայտվում։ Ու սա, եթե այս մի դրվագով են սրանք պայթել, դուք պատկերացրեք, թե ինչքան մեր պատմությունը մենք չգիտենք։ Առնվազն չգիտենք այն տեսքով, ինչը որ իրականում կա։ Որովհետև գիտեք ինչ, ասենք հասարակ օրինակ բերեմ, հա, մեր դա պատմությունով, բայց երբ որ քաղաքացին միջին գիտելիքներ է ուզում ունենալ իր պատմության վերաբերյալ, բնականաբար ավելի հարմար ընթերցել պատմագեղարվեստական գրքերը, չէ, որովհետև այնտեղ արկածախնդրությունը կա, սերը կա, այսինքն կողքից էլի բաներ կան, որը չի ցանցրացում, սովորական միջին վիճակագրական քաղաքացուն։ Ու պատմագեղարվեստական գիրքը համ իրան տեղեկություն է տալիս այդ ժամանակահատվածի հետ արքայի կամ իշխանի մյուսի մասին, համ հետաքրքիր է կարդալը։ Իսկ մյուս գրքերը ավելի մասնագիտական են։ Հիմա եկեք նայենք, քանի պատմագեղարվեստական գիրք ունենք անկախ պետության հռչակումից հետո։ Եթե ես այսօր կարդացել եմ Գևորգ Մարզպետունի, եմ կարդացել Դավիթ Մխիթարյան Պարապետել, եմ կարդացել, որ գրել Իսրայել օրի, եմ կարդացել, բոլոր պատմագեղարվեստական գրքերն եմ կարդացել եմ այն ժամանակ։ Ու հիմնական բազան իմ մոտ իմ պատմության վերաբերյալ Մովսես Խորենացի եմ կարդացել։ Դրա համար ինձ մոտ մի քիչ ավելի ուրիշ կերպ է վերաբերվում այն պատմագեղարվեստականին։ Բայց ընդհանուր առմամբ միջին վիճակագրական քաղաքացին իր պատմության մասին բազային գիտելիքներ ստանում է տենց գրքերից, չէ՞։ Հետո ցանկանա ավելի կխորանա, չի ցանկանա, չի խորանա, բայց գոնե բազային գիտելիքներ կիմանա, ասենք բացի Տիգրամեցից էլի բաներ կիմանա։ Հիմա հասարակ տարական հարց է, էլի, սա, որը որ չափազանց կարևոր է։ Ես ունեմ տղա, 14 տարեկան է։ Բնականաբար մենք ես ու կինս ծնողներն ենք, մենք ուզում ենք նենց անենք, որ մեր երեխաները կապված լինեն ընթերցասիրությանը։ Եվ տեղեկացված լինեն սեփական պատմության մասին։ Ես տղիս եթե ասեմ, օրինակ, փորձի 1-2 պատմագեղարվեստական գիրք կարդալ։ Ինքը պատտվի ասի, որը Պապճան։ Ես որը ասեմ, որ սովետական միության ժամանակվա հրապարակած չլինի, ռուսականության հոտը վրից վանյա չանի, կայսերական մտածելակերպի նարատիվները մեջը չլինեն, ունա իսկապես այն կարևորությունները, առաջնահերթությունները ձևակերպած լինեն ճիշտ, որին տղեն չմեծանա դառնա ինձ նման մեկը, ով միայն 40 տարեկանից հետո հասկացավ, թե Արցախի հարցում իրան ոնց են խաբել, մեծ հայրենիքի հարցում իրան միասնական մեծ հայրենիքի հարցում իրան ոնց են խաբել, եւ մյուս։ Խնդրում եմ ինձ ասեք, ես իմանամ։ Ինձ ասեք, ես իմանամ։ Հենց սա է խնդիրը, նաեւ։ Իսկ հասարակությունը քաղաքացին արժեքն է, գերագույն բարձրագույն արժեքն է քաղաքացին։ Քաղաքացին ոչ միայն ինքը օրգանիզմ է, 2 ձեռով 2 ոտով sense ոչ թե homo sapiens որպես, այլ իր մտավոր ունակություններով, իր հուզականությամբ, իր կարծիք ունենալու հնարավորություններով, հայտնելու համարձակությամբ եւ այլն եւ այսպես շարունակ։ Դրա համար եմ ես հարց տալիս։ Օրինակ, սովետական միությունը, խորհրդային միությունը գիտեր իրան ինչ քաղաքացի ա։ Ու լվացած, կշտացրած բոլոր զգայունական պահանջները, հա։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ինչ քաղաքացի է կրթում ուզում ունեն։ Մենք հələ ճանաչում, լավ, մենք մի խազ
սովետի մեջ եղանք։ Մի քիչ կարող մենք ենք դեղտոտվել։ Բայց երեխեք։ Այդ դրա համար էր, երբ որ ասում են Հայաստանի պատմություն ու հայ ժողովրդի պատմություն, դրանք տարբեր բաներ են։ Ну Հայաստանի պատմությունը նույն հայոց պատմությունն է, սա հասկանալի է, բայց երբ որ մի հատ էս բանին անում հայ ժողովրդի պատմություն, դա ենթագիտակցորեն մեզ պետական մտածողությունից զրկելու ռազմավարությունն է, որը տեսակ ինչ արճակատման արժանացավ, ինչերի բախվեց, տարական բաներ են, ու բախվեց, որովհետև այսպես աշխատում է, հիբրիդը աշխատում է։ Իսկ այս բաների մասին մենք վախենում ենք խոսենք, գիտեք ինչ ենք վախենում խոսենք, անկեղծ ասեմ, ես իքսեր շատ բաներ կա, որ վախենում եմ բարձրաձայն խոսել, որովհետև մեր հասարակության մեջ դեռ ընդունված չի, որ մարդը կարող է ինչ-որ թեմա իրան հետաքրքիր է կամ անհանգստացնում է, ուզենա բարձրաձայն մտածել ու զրուցել, սենց բանով, ու կարող է մի բան մեծ չասի, ոնց որ ընդունված է կարծել, ու դա համարվի իր սենց չագուչով մեխած կարծիքը, ու եթե կյանքում հանկարծ ինչ-որ մեկ այլ եզրահանգման գա, եկի սենց անընդհատ հանեն դրեն, չէ, դու ես ասել, դու սա ես։ Մենք իրար, այն որ ասում ենք թշնամաբար ենք վերաբերվում, հենց այս իմաստով ենք թշնամաբար վերաբերվում։ Մենք պարտադրում ենք, որ դիմացինը ապրի այն քառակուսիների մեջ, որը տեսանելի է մեզ։ Հանկարծ դրանից դուրս չգա։ Հանկարծ ազատորեն չքննարկի կամ չխոսի մի բան։ Գիտեք, ասենք օրինակ, էլի, գիտեք, Շարլ դը Գոլը Ֆրանսիայի համար ով է, չէ՞։ Բայց անգամ ֆրանսիացիները շատ աշտելով Շարլ դը Գոլին, միևնույնն է, պատմական որոշ դրվագների մեջ մտնում են քննարկման դաշտ, ու չեն վախենում սխալվելուց, իսկ մենք վախենում ենք սխալվելուց, շատ ենք վախենում սխալվելուց, որովհետև դա կարող ճակատագրական ելք ունենա, ամբողջ կյանքի վրա կարող խաժես։ Այդ դրա համար էլ ու այդ նարատիվները, այդ կոմպլեքսները այո արհեստականորեն են դրած մենք պիտի ներսից այդ ջինջիրներից արձակվենք, որովհետև մինչև չխոսենք, չքննարկենք, չենք հայտնաբերի մեզ համար այն կարևորը, այն անհրաժեշտը, այն նոր ձևակերպումը, չէ՞ որ մի ձևակերպումը որպեսզի ստացվի, շնորհակալություն Մանվել ջան, այդ սուպեր հնարավորությունից օգտվելու եւ աջակցելու համար։ Սենց բաներ կա։ Ու այս օրինակները բազմաթիվ են, բայց մեր մոտ չէ, անձեռնմխելի է, սրբազնացված է։ Եթե դու ասում ես օրինակ Տիգրան մեծ, արա դու ով ես, որ անգորս նստես, որոշես, ճիշտ արես, Տիգրան մեծը 10 տարի մաշացրեց Փյունիկեի վրա, թե սա խալարա, դու ով ես, սա դու Տիգրան մեծերի նոր, այս կոմպլեքսները կան։ Կամ ասենք դու ով ես, որ բարձրաձայն հարց տաս, ասես, ախպեր, պես մի րոպե։ Դուք գիտեք Ջորջ ջան, ես նժդեին ոնց եմ ընդունում ու ինչքան մեր հայկական առավել եւս նորագույն պատմության մեջ ինձ համար ինքը ինչ մետր է։ Ասենք մեծությունա գնա գալիս է։ Բայց ասենք մտածում եմ, ասում ախպեր, նժդեը սարական Ռուսաստանի զինվորական էր։ Ու առաջին համաշխարհային պատերազմը դրանից հետոյի այդ ցնցումային բաները ինչերի կարող էին բերել ու բոլշևիկների հետ պատերազմում այնտեղ կար որոշակի գաղտնի հրահանգներ պարզապես Հայաստանի ուղղությամբ։ Դուք մտածում ես, մեկ է կողքից հանգարց սա մի քիչ էլ երկարացնեմ, կարող է դուք եք ասես, մեկ է կվալտով գա, թե որ Քոդես դու չես խոսում նժդեալ ախպեր խոսում ենք ոչ մեկ սրբազնագույն կերպար չի մեծագույն մարդիկ կարող են լինել տաղանդավոր այն տված ուրիկ աստծու դրած բայց մարդ է սես բաներ կան բայց մեր մեջ դրած այդ կոմպլեքսները չսխալվելու հանկարծ որովհետև դա բան է ու մենք դրա համար էլ քիչ ենք շփվում, քիչ ենք իրարից սովորում ու մեր կարծիքները ամեն ինչի հանդեպ այնքան կարծրացած են, որոնք որ շատ հմտորեն օգտագործվում են մեր դեմ։ Շատ հմտորեն։ Հասկանում։ Հիմա սրանք են։ Եկել են իրանց հայրենասիրությունը իբր ճակերտավոր, բայց ընդունենք կա։ Իրանց պատկերացումով կա։
իրանց հայրենասիրությունը տեղավորում են հակաթուրքականության մեջ։ Գիտեք ինչ, ես ատում եմ այդ հանգամանքը, ուղիղ ասեմ։ Իմ հայրենասիրությունը հակաթուրքականության մեջ չի։ Իմ ունեցած հակաթուրքականությունը, բայց դա պայմանավորված չի նրա հետ, թե ես որքանով եմ սիրում իմ պետությունը եւ ինչքան բան եմ պատրաստ անել իմ պետության համար։ Վերջ։ Եվ որքան շատ բան կարողանամ անեմ, այնքան իմ նարատիվները ավելի կայուն ամուր կլինեն, այնքան ավելի հաշվի կառնվեն, այնքան ես կկարողանամ որոշումներ կայացնող պետություն լինեմ։ Ու ես դաշտում որևիցե մեկը աշխատանք չի ուզում տանի։ Որևիցե մեկը։ Մենք մեր երեխաներին ոնց կարանք սովորեցնենք, սովորեցնելու բան էլ չկա, նախ Արունը գենը Իրանը ասում է, բայց մի քիչ ավելի հղկելու կարիք ա լինում, հա։ Չեմ հիշում աշխարհահռչակ քանդակագործներից ով էր ասել էր ես ընդամենը վերցնում եմ քարը ու նրա վրայից հանում եմ ավելորդ մասերը։ Ստանում եմ այդ շեդևր արձանները, էլի, այսինքն ես չեմ քանդակում, արձան չեմ սարքում, էլի, ես ուղղակի դա եղել է։ Ուղղակի ես այդ ավելորդ բաներն եմ անում մակրո։ Հասկանում եք։ Հիմա նույնը մեր սերունդների հետ է, մեր երեխեքի հետ է։ Իրանց մեջ կա դա, ընդհանրապես պետք է մի քիչ հղկել։ Ոնց։ Սա մեծ հարցավորը չպիտի լիներ, էլի։ 21-րդ դարում 35-ամյա անկախ պետության մեջ։ Ինստիտուցիոնալ որևիցե նորմալ վերաբերմունք չի եղել։ Մտահոգություն եւ այլն։ Որ մենք հեսա, չգիտեմ, առավոտը զարթիր լավ ենք երկում, ցերեկը մռնեմ քզի, օրվա մեջ հասնում ենք Սասուն, հետո իջնում ենք ցերեկը 4-ի կողմերը Արդահան, իրիկունն էլ գինի լիծախներ, всё կայենք։ Խորելու շատ բան կա ժողովուրդ ջան, ամեն դեպքում, չգիտեմ, սենց այսօրվա եթերը սենց ստացվեց, ճիշտ ասած չէի մտածել, որ սենց կստացվի, բայց սենց ստացվեց, չգիտեմ, լավ է, վատ է, այսօր էլ թող սենց լինի, ոչինչ եթե դեմ չեք։ Տեսնենք ինչ կդառնա, ինչ կստացվի։ Եթե կան հարցեր, երկու բառել ուրիշ դեմ, հա, այս Զախարովի հայտարարությանը մի հատ էլ անդրադառնանք, մի մասով մի քիչ երկար գնացինք, մյուս մասով, այո, նրանք սարսափում են այդպիսի անկախ տեսակներից, ովքեր մտորում են, ովքեր որ չեն վախենում իրանց մտքերը արտահայտել, եւ Հայաստանի զինված ուժերում նրանք ներվայնանում են, եթե իրանց ագենտները չեն, գեներալչիկները եւ այլն, ովքեր որ հարմարպայի կելնեն ու կփախնեն իրենց գիրկը։ Մինչև այսօր քանի գեներալ ու չգիտեմ ինչ կա Ռուսաստանում։ Սարի վրա քրեական գործերը կան։ Ըստ պայմանավորվածությունների Ռուսաստանը պիտի որովող բանը վերադարձնի։ Չի վերադարձնում։ Դեմի գնա զորով բեր, կարաս չես կարա։ Նրանք էլ ընդդեղից նստած ելույթներ են ունենում։ Ուստեղ քաղաքացիները նստած ասում են այո, ջան, էս ինչ լավ ասիր բան։ Մեկը չի ասում, ախպեր, քո գեներալը ինչ գործ ունի ուրիշ երկրում։ Ընդեղից եթեր անում հերիք չի, հələ մեկ-մեկ էլ այդ երկրի լեզվով է եթեր անում։ Այն որ սպեցիալը դլա ՖՍԲ էլի։ Բարդ է, բայց պետք է աշխատենք, պետք է sense բաներից զրուցենք ժողովուրդ ջան, ու իմ կարծիքով ավելի ու ավելի շատ պիտի հետաքրքրությունը մեծացնենք sense խոսակցությունների դաշտում, որպեսզի սկսի ծնվել այն նաև այն քաղաքական ուժը, որը մի կողմից կռիվ կտա պսևդո հայրենասիրության դեմ, բայց մյուս կողմից էլ, ասենք, շատ սահմանները չի անցնի, իսկ քաղաքացիական պայմանագիրը իսկապես այդ առումով երբեմն այնքան է տարվում, որպես իշխանություն, հա, դե պատասխանատվությունը մեծ է իր վրա, ինքն է կառավարությունը, այնքան է տարվում այս պսևդո հայրենասիրներին բանանելով, հակադրվելով, որ երբեմն ինքն է սահմանները անցնում, ու ասենք կարելի է այս կամ այն խոսույթի հետ իսկապես համաձայն չլինել, հա? Ու այս բատման այս մեջտերի հատվածում պիտի լինի մի իրական քաղաքական ուժ, ժողովրդի ուժ, քաղաքացիների ներկայացուցիչություն, որը կասել եմ մի հատ մի րոպե, քո իմացած հայրենասիրությունը վեկալ, փաթաթի սենց ուսիտ ու դավայց դուց,
Հեմուսինացի դու ինձ հանգստացի գնա երկիրը կառավարել։ Հասկանում եք, այդ պետք է իմ կարծիքով։ Եվ ամեն ինչու, ասենք այսօր օրինակ շատ կարևոր քննարկումներ ենք ունենում Սոփա Սաֆարյանի հետ, հայկական վեկտորի գրասենյակում ունենում ենք հյուրեր շատ դեպքերում, ինչը օգնում է մեզ կողքի կարծիքը, առավել ևս այն աշխարհ քաղաքականություն ընկալող մարդկանց լսել ու մտորել նաև դրա շուրջ ու դա բերել կլոր սեղանին քննարկման ինչու ոչ։ Ու այո, սփյուռքահայերի հետ կապված դարձնելիս խնդիր կա։ Ու չենք կարող աչք փակել։ Տեսեք, ես այսօր համարձակորեն այդ արտահայտությունը արել եմ ու ելի եմ անում։ Կոնկրետ սփյուռքի հանձնակատարը պրավալա տվել սփյուռքի հետ աշխատանքները այնքան, ինչքան որ դատաիրավական համակարգն է պրավալի ենթարկված։ Ու սա հարց է։ Այսինքն մի կողմից սփյուռքում գիտենք հիմնականում դաշնակները իրանցից շատ չեն, մի 4-5 հոգի էս քաղաք միջով, բայց դա հերիք է կեղտոտելու համար ամեն ինչը։ Հայկականությունը մարդը ինչի հետ պիտի կապի, չգիտի, եթե ոչ դաշնակցական կարծիք, որովհետև ուրիշ այլ ընտրակ չկա։ Այն մյուս մարդիկ են մտավորականներ, մեծ մարդիկ, մասնագետներ եւ այլն, նրանց հետ էլ աշխատանքը տենց շատ չի արվում։ Այսինքն դեսպանատան միջոցով չգիտեմ որքան է դա հնարավոր լինում, բայց դեսպանատունը լրիվ ուրիշ կառույց է։ Այսինքն ստեղ նույնպես հարցեր կան։ Իսկապես լրջագույն հարցեր կան։ Ու մենք պիտի մի քիչ լայնենք, բայց քանի որ իշխանությունը հակված է մշտապես, քանի որ սրանք փորձում են իրենց այդ դրսի աղբյուրները կիրառել մեր պետությանը խփելու, նեղը գցելու, որ հասնեն նրան, որ Հայաստանը կառավարությունը շատ պրավալներ տա ու իրանք կարողանան ինչ-որ կերպ հեղաշրջումը իրականացնել, իսկ մյուս կողմից իշխանությունը փորձում է դրան հակազդել ու երբեմն հակազդում է շատ կոպիտ, ինչի արդյունքում ծնվում են մանիպուլատիվ նյութեր, որոնցով ողողում են սփյուռքի բաները, մարդկանց տեսադաշտը, կլինի զանգվածային լրատվամիջոցներ, ու մարդիկ հայտնվում են ինչ-որ բաց վիճակում, չեն հասկանում, դա հիմա իրանք ինչ պիտի անեն, իրանք հիմա ոնց։ Չէ՞ որ այդ են մարդիկ են, ովքեր որ իսկապես պահել են մեր ժողովրդին։ Ու որոշ բաներ կա, որ չպիտի այդքան սուր լինի, եւ որոշ բաներ կա, որ չպիտի այդքան ծայրահեղական լինի։ Ու այստեղ աշխատանքներ կան։ Շատ լուրջ աշխատանքներ, ծավալուն աշխատանքներ, որոնք որ պիտի այդ ուժը, որը որ պիտի ստեղծվի ու ստեղծվելու է ժողովուրդ ջան, հանգիստ եղեք։ Այս ամեն ինչը պիտի փորձի կարգավորել, պիտի փորձի ասել սրա մասին, պիտի փորձի բերել առաջին պլան, պիտի փորձի երբեմն ինքը լինի դոմինանտ, ինչի՞ չէ։ Պիտի բերի հանրային խոսակցության դաշտ։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Այնպես որ ժողովուրդ ջան, ես հույս ունեմ, որ ոչ թե կպասի բանան եթերները այս տեսակ խոսակցություններից, որովհետև հասկանում եմ, որ այն էմոցիոնալ եթերները, սրան նրան բշտելու եթերները մշտապես մենակ իմ կազմում բոլորի կատարմամբ ավելի շատ են ինչ-որ մարում, բայց եկեք ցույց տանք, որ մենք նաև այսպիսի խոսակցությունների, դիալոգների կարիք ունենք։ Իսկ դա կարող ենք ցույց տալ իսկ իրոք դիտողականությունը բարձր պահելով։ Երբեմն կստացվի եթերը հետաքրքիր, երբեմն կարող է որևէ մեկի համար անհետաքրքիր նորմալ է դա, ինձ մոտ էլ է այդպես լինում, անգամ իմ կողմից ամենաշատ հարգված մարդկանց կատարմամբ, բայց թեմայից է կախված, բայց այս տեսակ խոսակցությունները խնդրում եմ օգնեք, բերենք դաշտ, սրանք մեզ պետք են, սրանք մեզ շատ են պետք, չափազանց շատ են պետք, ու սա մի հատ բարձրահարշակի առաջին աստիճանի մասին եմ դերս խոսում, քանի աստիճան կլինի։ Եկեք կանգնենք այդ աստիճանին, եկեք փորձենք բարձրանանք այդ աստիճաններով մինչև տանիք։ Սա կարևոր է։ Թույլ տվեք այսքանով եզրափակենք այսօրվա եթերը, ժողովուրդ ջան, անչափ շնորհակալ եմ դիտելու, տարածելու համար, շնորհակալ եմ ձեր ակտիվության համար։ Այո, այս թեմաների ժամանակ առ ժամանակ կանդրադառնանք, իսկ եթե ունեք ցանկություն, որ եթերի ժամը փոխենք 9-ին կամ 10-ին, ես ասել կրկնեմ, թե ինչի 9-ին կամ 10-ին չեմ անում, 11-11-ից կես եմ անում, որպեսզի հաղորդումները վերջացած լինեն, գիտեմ, որ շատերը հանրային եթերով կարող են
բանավեճերը նայել, հարցազրույցները նայել, վերջում եմ մտնում, որ մարդիկ հանգիստ YouTube-ով դիտեն։ Բայց եթե ժամը ինչ որ խնդիր է, մենք կարող ենք մի փոքր տեղաշարժել։ Սպասեմ ձեր արձագանքներին, մնացածը ըստ այդ։ Լավ մնացեք, ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ, մինչ վաղը։